Հարգելի ներկաներ, բարի ջերմորդին բոլորին, հարգելի տնօրեն, սիրելի ուսուցիչներ, հյուրեր։ Այսօր շատ կարևոր օր է Լուսամբյուրի միջնակարգ դպրոցում։ Եվս մեկ սերունդ դարձավ դավաճանակ, եւ ահա հանդիսավոր կերպով մի փոքրիկ ցելուլիտով մենք հրաժեշտ ենք տալիս մեր կյանքում ամենակարևոր քրքին, Այբենարանին, որը մեզ օգնեց ճանաչել, սիրել տառերը, կարդալ եւ գրել սովորեցրեց։ Ձեր թույլտվությամբ Հյուրեր Թումանյան, մենք սկսում ենք։
Գոյատևության խորհուրդն անվանում, հարատևության ճամփով են տանում, կապրենք, քանի կան գրերը հայոց, կլինենք, քանզի ունեցանք մաշտոց։ Հրաշալի լեզու, մայրենի լեզու, որքան սիրելի հարազատ ես դու, թե չբարբարեմ համրի պես նրել, էլ ինչ բառերով գիրս ներբողել։ Ինչ լեզու ունի այսքան գույները, որ թեժ տարերի հերով են թրծվել, դարձել է մերը, մեր սրտի տերը, սնել և պահպանել մեր արմատները, հինավուրց մեր գանձ, մայրենի լեզու, մեր լինելիության կնիքն ես դու, դու թամն ասում մեր մեզ գտածով, մեր հավատքի խաչ, լեզուն Աստծո, մեր շոպյան գիրը աշխարհի վրա, կա ու կգնի, Աստծո կամք։
Dancing bears, painted wings, things I almost remember, and a song someone sings once upon a December. Someone holds me safe and warm, horses run through silver storm, figures dancing gracefully across my memory. Once upon a
Մենք ասել ենք եկել տաբերտներ ու տանիքներ, բայց այստեղ կազմել ենք մի նոր ընտանիք, քույր ու եղբայր և մեր սիրով հոգատար մի մայր։ Ես սիրում եմ իմ եկներին, ես անստեղ եմ էջանում, ես կետում եմ իմ ապագա, էջաշ հողում, էջաշ դապեոջում դասարանում իմ հարազատը։
Թարս են դիտության
մեջապային նսավորում պարկելեր ու պոտուկ։ Հապուլայն, կերպան եմ ես արևագի, և ես անկար եմ, որ խաղը եմ միացնում ու կերասում։ Օ տարատին լոչ չաշուկ, և չեկանում։ Չեպալող ես իրտարով սա պարե ասիկ, դու կաչի չեպա խաղա ֆուտբոլ։ Նա
ես անում, հրավանես եմ կրում, մայրի թարիկը իծուցի դալիս, կգա շուտով, կգա աղջիկս կարոտել ես նրա, երևի իս տարոտը ինչ է, մենք տասգուում ենք, և մեր հարազատները մեր կողքին չեն և մենք զգում ենք նրանց բացակայությունը։ Մարիկ իս անուտը քնում է, ասված չանի, որ կարոտը քնի, այլապես մենք կդադարենք միմյանց հիշել։ Իսկ ընտանիքում ով է հայրիկը։ Տան ամենագլխավորը տան տանիքն ու տան պարիս, իսկ մայրիկը տան սյունը, տան ջրությունն ու տան ջերմությունը։ Հա, պապիկը։ Պապիկը տան ամենագլխավորն է, օջախի լույսն ու հիմնադիրը։ Հա, տատիկը։ Տատիկը տան համն ու հոտն է, տան լույսը։ Իսկ պապեն ու թույլիկը, իսկ նրանք ով են մեր ընտանիքում։ Եվ դու, և նրանք մեր ընտանիքի անփոխարինելի գանձերն են մեր կյանքի իմաստն ու նպատակը։ Մարիկ, իսկ ո՞րն է ամուր ընտանիքի դրաբատանը։ Փոխադարձ սերն ու հարգանք միմյանց նկատմամբ։ Մարիկ, ես շնորհակալ եմ Աստծուն, որ քեզ ունեմ, դու ուղղակի հրաշք ես։ Դու էլի հրեշտակն ես, աղջիկս, արի։
տարից ընկած մի տերև, որը տատանվում է ամեն մի քամուս, աչքի լույսի պես պահենք ու պահպանենք մեր մայրենի լեզուն։ Հայաստանի մանալին հայց լեզուն է, սովորին եք նրա բոլոր տները կբացես, մեկ միայնիկ ունենք, որի բախտի հետ մահալ չի կարելի, միայնիկ, որի առավոտը պատարակ է, լեզուն աղոտ, գիրը շուտ, լեղը բիբլիական, սերունդը աստվածահաճո։ Զոր հայրենիք ունենալու համար պետք է ունենալ ավանդական ընտանիք, այն պահել արժևորել ու չկորցնել, դրան գումարել մորհավատը ու եկեղեցին։ Ինչպես ասել է Մուրացյանը, ազգերի զորությունը ընտանիքների մեջ է, զորավոր է այն ազգը, որը ունի զորավոր ընտանիք։ Ինձ համար հայրենիք սկսում է իմ ընտանիքից, իմ հազարներից, հետո շարունակվում է իր հոգով, իր հողով, հինավուրց ճարտարապետության հող ու ջրով, սա իմ հայրենիքը, ես էլ չեմ կարող չսիրել այն։
հարգելի ներկաներ, մեր վիդեոդարումը այսօրվա ուտեցավ իր տրամաբանական ավարտին։ Տեսնում եք, երեխաները կատարեցին իրենց առջև տրված այս հաճելի կարելի ասել պարտականությունը, ուրախացրեցին ձեզ, ինչպես նաև իրենց ծնողներին և մեր սիրելի ուսուցիչներին։ Մի բան եմ ուզում ասել, երբ ամիսներ առաջ նոր ենք ուսումնասիրում տարրերը և սկսել ենք գրավորներ գրել, երեխաներին ասեցի, որ եթե գեղեցիկ գրեմ, բոլորին մրցանակ կպատրաստեմ և կհանձնեմ ամենագեղեցիկ գրողներին և միաժամանակ ասեցի, որ ուզում եմ բոլորիդ էլ այդ մրցանակը հասնի, բոլորիդ ուզում եմ մրցանակ տալ և Նարեկս ասեց, երեխեք եկեք սիրուն գրեք, որ Ընկեր Խանոյանին ծախսի տակ գցեք։ Այսօր ես իմ խոստումը կատարել եմ գեղեցիկ վստահությունները, որ կրում են սիրով նվիրել եմ իմ երեխաներին և այս գրաճանաչության փոքրիկ բրոշուրները իրենց նկարներով, իրենց անուն ազգանուններով հարգելի ներկաներ, սիրով ուզում եմ նվիրել իմ սիրելի աշակերտներին, հուսամ, որ նրանք կլինեն առաջատար դպրոցում, հուսամ, որ նրանք լավ կսովորեն, այսպես կշարունակեն, արդեն իսկ ուրախ եմ, նրանք տարաճանաչ են, արդեն իսկ հպարտությամբ իրենց առջև տրված պարտականությունը կատարեցին։ Ունեն նաև ֆոտոալբոմներ, սիրով կբաժանեն երեխաներին։ Հիմա երևի Ընկեր Թումանյան, դուք էլ խոսեք, երևի Ընկեր Թումանյանը ես բաժանի և ֆոտոալբոմները։ Ես կխոսեմ, բայց դուք բաժանեք երբանեմ, որովհետև ձեր վաստակը մեծ է։ Չգիտեմ, հուզվեցի, իրոք հուզվեցի։ Ողջունում եմ բոլորին, մանկավարժներին, հյուրերին, սիրելի աշակերտներին։ Ուզում եմ շնորհավորել մեր փոքրիկներին առաջի դասարանը ավարտելու կապակցությամբ։ Ես հիշում եմ, երբ սեպտեմբերին դուք ոտք տրեցիք դպրոց, բոլորի աչքերին, բոլորի հայացքներում մի տեսակ անորոշություն կար, մի տեսակ խուճապ, հետաքրքրվածություն, բայց հիմա ձեր հայացքները լրիվ փոխված են և դուք այսօր հաստատ և հստակ կանգնած եք դեպին և այսպես ուրախ ու արդեն ժպտերես աչքներով։ Անշուշտ դուք դպրոցում սիրելի փոքրիկներ շատ բան սովորեցիք տառերը, սովորեցիք հաշվել, սովորեցիք գրել, սովորեցիք կարդալ, բայց ամենակարևոր արժեքներն եք դուք սովորել։ Դուք սովորեցիք սովորել դպրոցում։ Դուք սովորեցիք լինել ընկերներ, այսինքն ընկերասիրություն սովորեցիք։ Դուք սովորեցիք միմյանց օգնել և աջակցել։ Դուք սովորեցիք դպրոցում մեր դպրոցի կարգ ու կանոնը, այսինքն մեծերին հարգել, ուսուցչին լսել, միմյանց օգնել, իսկ դրանք շատ ավելի կարևոր են, այսինքն ձեզ մոտ ձևավորվեց արժե համակարգ։ Հիմա այդ բառը գուցե դուք այդպես էլ չեք յուրացնի, հետագայում կտեսնեք, որ դրանք շատ կարևոր են և այսօր այդ բոլորը մենք տեսանք ձեզ մոտ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ընկեր Խանոյանին, ջերմության, անձնվեր աշխատանքի, հնգշանքի ու նվիրվածության համար, որը դուք մեկ ամբողջ ուսումնական տարի ցուցաբերել եք Ընկեր Խանոյան։ Շնորհակալություն, առանձնագին, չգիտեմ, այսպես ամենաչերմ խոսքերն եմ ուզում այսօր հղել ձեզ, որովհետև այն մանկավարժները, որոնք միջոցառում, ովքեր միջոցառում արել են, իրենք շատ լավ գիտեն, որ շատ դժվար ու բարդ է մի 10 հատ երգ սովորեցնել, պար սովորեցնել, այն ամեն նյուանսը այնքան լավ էր մշակված ատորը ոնց տանեն, ոնց չգիտեմ, այսպես իրար ուղեկցելով դուրս գան, այսինքն ամեն ինչ այսպես մշակված ու շատ լավ էր կազմակերպված, որի համար ես շնորհակալ եմ ձեզ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր ծնողներին, օրինակ անունդ հարգարժան, Կարինեին, այ օրինակ ես կտավը, չգիտեմ, այսինքն մեր կողքին էր, ու պետք է, որ այո, այդ ծնողին, դե բոլորին ես հիմա կասեմ, բայց առանձնագի այնքան ուրախացա, որ դուք մեր կողքին եք եղել ու այսպիսի լավ նախաձեռնությամբ եք հանդես եկել, բայց առհասարակ բոլոր ծնողներից եմ շնորհակալ, որ այս կրթական պրոցեսում, կրթական գործընթացի մեջ եղել եք և մեր դպրոցի կողքին և ձեր սիրելի երեխաների կողքին, շնորհակալություն բոլորից։ Շատ սիրելի փոքրիկներ, ես ուզում եմ, որ դուք առաջիկայում ակտիվ ամառային հանգիստ վայելեք,
վազվզեք, խաղակ, չապճպեք, չգիտեմ ինչ ուզում եք արեք, որպեսզի էներգիայով լեցուն սեպտեմբերի 1-ի հաղթողը խոստանում եք, բայց այնտեղ որ մայրիկներն ասում են հլարի մի փոքր հլը տեսնեն տարերը հանգած չմոռանաս, հլը մի քիչ կարտա բան, դա պիտի անեք, չէ՞ ինձ մեկ մեզ պիտի գիրկը բացեք նայեք, որ լավ չմոռանաս, խոստանում եք, որ դա պիտի անեք, համստանանք այդ սեպտեմբերի 1-ի ուրախ տրամադրությամբ էներգիայով լեցուն դպրոց։ Ես ձեզ բոլորին սիրում եմ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ոչ միայն ձեզ, այլ մեր բոլորին։ Մեզ են թուք տվեք, իներ կանալի։ Շնորհակալություն։ Ուսուցիչներ, ծնողներ, մեր հյուրեր, մեր ծնողական կոմիտեի կողմից ուզում ենք հայտնել մեր շնորհակալությունը եւ մեր սրտի խոսքը Գիրխանոյանի կատարվել է մեծ աշխատանք, Գիրխանոյանը տարեր, հնչյուններ, բառեր սերմանել է մեր երեխաների մեջ, ինքը քայլել է դեպի լույսը եւ երեխաներին տարել է հետերից։ Նրանք մեր ոսկե սերունդն են, հուսանք նրանց հավական շատ լավ կլինի։ Իսկ Գիրխանոյանին ցանկանում ենք, որ ճանապարհը միշտ կանաչ լինի, ծաղիկներ լինեն եւ իր բուսաշրջիկը երբեք բերքի չպակասի։ Դա մեր երեխաների համար եղել է որպես ավագ ընկեր։ Մեր հետ մեզ է։ Ինքնավարտ ասեմ, որ իմ երազանքը կատարվեց այս տարի, միշտ ուզեցել եմ առաջին ուսուցչուհի լինել։ Եվ ահա կատարվեց իմ երազանքը։ Բան ասեմ, քեզ միջանյալ, երեխեքը որ վայս է բարում, այդ երազանքից խոսեցիք, դա ասեմ, ես պես մտովի ասեցի, տեսնես կրնի, մեկ 12 տարի հետո, ես ես տղաների հետ վայս Հիմա սիրելի երեխաներ, սիրելի առաջի դասարանքի ինձ սաներ, ում անունը կկարտամ, մոտեցեք, վերցրեք ձեր ֆոտոալբոմը և ձեր ճանաչության վստահությունը։ Սկսենք փոքրիկ Հասմիկից, արի Հասմիկ։ Արամ ջան, արի։ Մայիս ջան, արի։ Միշտ կանգնել եք իմ կողքին, աջակցել եք ինձ։ Իմ կողքին ասելով ուզում եմ ասել, որ հենց դպրոցի կողքին եք դուք կանգնել։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ամեն ինչի համար։ Եվ որ այսպիսի հրաշալի երեխաներ եք ունեցել, դաստիարակել եք, բոլորն էլ յուրովի լավն են, գեղեցիկ են, շատ խելացի են։ Շնորհակալ եմ, որ դուք կաք եւ այսպիսի հրաշք սերունդ եք տալիս մեզ։ Մասնության գրերից հաղթել եմ նրա
Ես համար